առաջին է բուժօգնության տրամադրումը, երբ որ հիվանդը երեխային տեղափոխում է հիվանդանոց, ոչ թե պոլիկլինիկա, հիվանդանոց եւ այդ խորհրդատվությունը վճարում է ենթադրում, կարծեք 10,000 դրամ, թե բոլոր տեղերից թիվներ, թե ոչ։ Ինչ որ մի փուլում այդ վճարումը չկար, չգիտեմ, չէին վերցնում թե ոնց է, բայց չկար։ Ես դժգոհությունները շատ են, որ այդ ինչպես ենք ասում, որ մինչև 18 տարեկանների բուժօգնությունը անվճար է։ Հնարավոր չէ առաջին օղակ առանց անցնելու դա փոխվի։ Չէ, հնարավոր չի, որովհետև դա ճիշտ ուղի չի։ Տեսեք, առաջնային օղակը իր դերը ունի եւ մարդը, եթե ցուցանիշներ չունի հոսպիտալացման կամ էմերջենսի ծառայության, ապա պետք է դիմի պոլիկլինիկական օղակում։ Եթե անձը շրջանցում է այս օղակը եւ ուղիղ գալիս է հիվանդանոց, արտահիվանդանոցային դեպքի համար, ապա դա համարվում է վճարովի խորհրդատվություն։ Եթե մենք այս բոլոր կանոնները չապահովենք, ուրեմն չենք ունենա բավարար արդյունքներ եւ կստացվի, որ մեր անգամ թեթև դեպքերը կգնան հիվանդանոց, կծանրաբեռնեն հիվանդանոցները եւ ծանր դեպքերի սպասարկման համար խնդիրներ կունենան։ Բայց այդ առաջին օղակից մինչև հասնել է, այնքան խնդիրներ առաջանում, ոչ թե որևէ խնդիր չի առաջանում։ Տեսեք, պոլիկլինիկան ունի մի ուղեգիր տրամադրել ու հասնես հիվանդանոց։ Եթե ուրեմն երեխային մանկաբույժը նայել է եւ ցուցում չի տվել հոսպիտալացման, նշանակումները արել է տանը բուժում ստանալու, ապա սա մի իրավիճակ է։ Երբ որ երեխան այցելել է մանկաբույժին եւ մանկաբույժը հայտնաբերել է այնպիսի ախտանշաններ, որոնք հրատապ հոսպիտալացման են, դա լրիվ ուրիշ ռեժիմով է գնում։ Բայց պետք է հետևեն կանոններին եւ սա միայն մեր համար չի, սա գրագետ մոտեցումն է։ Տիկին Ավանեսյան, երկու հարց, մեկը նորից առողջապահական, բայց տեսեք Արցախի նորի տեղահանված քաղաքացին ազանգում է, որի երկու առողջապահած երեխաները ովքեր ունեն շարժողական կոնկրետ խնդիր, չեն կարողանում ձեռք բերել սայլակներ եւ հիմա դիմում է եւ առողջապահության նախարարությունը եւ հայվանները հնարավոր է նաեւ որոշակի անոնիմ նախարարությունը չմտնի որպեսզի կարողանան այդ սայլակները ձեռք բերել, որովհետեւ տեղաշարժերը կոնկրետ խնդիրներ այդ երկու երեխաները կամ կոնտակտները, որոնք բարձրացված են կնոջ կողմից սոցիալական ցանցերում, ասում են, որ կոնկրետ հաշտարվային հանդիպումը, որ Արցախից են պետք է տեղահանությունը հնարավոր չի տալիս եւ ուղղորդում են տարբեր գերատեսչություններ։ Չկա նման բան, չի կարող նման բան լինել։ Իհարկե սայլակների տրամադրումը իրականացնում է սոցիալ նախարարությունը, բայց ես կխնդրեմ կոնտակտները փոխանցեք, ես անձամբ կզբաղվեմ անպայման։ Եվ երկրորդ հարցը արդեն ներքաղաքական դուք Նիկոլ Փաշինյանի Գյումրիում ելեչում զբաղվում պատարագի մասնակիցն է։ Նախ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱՑ-ի միջոցով, կապարակվում են, այդտեղ դուրս են տալիս մարդիկ սովորական նոտեն եւ պարզապես այդ պատարագը ծառայեցվում է քաղաքական վերնախավին։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Բայց այդ պատարագներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ունենում, ըստ պատահարում է քաղաքացիների հոգևոր պատարագի մասնակցելու իրավունքը, գալիս է պատարագ։ Որ իրավունքը։ Այն մասով, որ մարդիկ չեն կարողանում հաղորդակցել, ամենրապես պարզվում, որ հիմա երբ որ վեհապարի անունը պիտի չի հնչեցվում, այն քաղաքացիները, ովքեր ուզում են հնչեցնել, եկեղեցուց դուրս է, ձեզ օրինակ այդ տեսարանները հաճելի է, որ պատմում են երևում է եւ վերևից քաղաքացիները, ովքեր հնչեցին Շիրակի թեմի առաջնորդն անունը վեհապար Հայապետի, բոլորը կտրվել եւ նայում են այս քաղաքացիներին։ Բոլորը
չէին պատտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Բայց միաժամանակ նաև մարդիկ փորձագետները շարքային քաղաքացիներ ասում են, որ եկեղեցին իվոտ աշխարհի իր ասացավ ապրելու ճանապարհորդում է մի շատ այլ հոգևորականների հետ, որոնց վերաբերյալ եւս ոչ միայն մամուլում, այլև ազատ իվոտ աշխարհի կողմից եղել է բարձրաձայններ, օրինակ հավասար քաջարանի վերաբերյալ հիշում նրա հայտնի եւ ինքը պետքի սիրուհիներ ունենալու, երեխաներ ունենալու, նաև մի քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց նույն Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած հոգևորականը ներողություն ստիպի զարգանում։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել։ Իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն ինչ ես նշում եմ այն ինչ որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է եւ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել որ այո եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Այսինքն արդեն քաղաքական իշխանության համար խնդիր չի նրա պետքնի ունենալ ստիմուլի երեխաներ։ Ես ասեցի այն ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Արդեն առաջին ընթերցումը բացել է ազգային ժողովի 16-ին լինել է երկրորդ ընթերցումը, բայց որոշ կարևոր հարցեր կան, որոնք ոնց որ ասել դրան չեն անդրադարձել, ամենից ես չեմ տեսել, հարցը հետևյալն է 26 թվականից առողջապահության ապահովության հատիկը արգելել է 29600 դրամ, բայց մենք հայեցակարգից հիշում ենք, որ ամեն տարի դա վերանայվելու է գումարը եւ ավելանալու է։ Հիմա ինձ հետաքրքիր է, որն է մեր կառավարության քաղաքականությունը 27-58-ին է գումարը պահպանվելու է, թե ավելանալու է։ Ինչպես նաև հետաքրքիր է, այդ սուբսիդավորման մեխանիզմը, որ հիմա առաջարկում է կառավարությունը 26 թվականի համար, 27-28-ին եւ հետագա տարի պահպանվելու է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ես այնտեղ հաստատ ուսումնասիրեցի, գրած էր, որ 26 թվականից ապահովագրվելու են նաև մոտակերպյան քաղաքացիներ, որոնք աշխատել ապրել իրավունքներ, ինչպես նաև անդամ ձեռնարկատերերը, նոտարները, մարդիկ, ովքեր շահաբաժիններ են ստանում, ռոյալտիներ եւ այլն։ Ու իրենք 10,500 ինքնուրույն են վճարել։ Պետություն նրանց համար չի սուբսիդավորել։ Ճիշտ եմ հասկացել, թե՞
Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի, սկսած 2027 թվականից, ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետեւ սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը, ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել, որտեվ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի։ Արդեն նախատեսում եք, որ եկող տարի բնջայնությունը կշատանա, այսինքն մամակարգի վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, այսինքն կարող են ենթադրել, որ գումարը հետագա տարիներին կավելանա։ Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ ամեն տարի, ինչպես ասացի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որպեսզի այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Դե նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս պահին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որտեղ նրանք էլ հնարավոր է օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Այսինքն այդ կատեգորիայի մարդիկ անհապաղ ձեռնարկատերի վայր ինքնուրույն են վճարելու, պետությունը չի սուբսիդավորելու։ Չէ, չի սուբսիդավորելու։ Մարդը աշխատում են կանիներ և նրանց ստացած աշխատավարձը գումարային առումով երկրորդ գերազանցում է, այս դեպքում ոնց է վճարվում կատարվում, արդյոք դա համարվում է, որ երկրորդ անձը եւ քաղաքացիներից բարձր աշխատավարձ է երկրորդ։ Այո, տեսեք, մենք նախնական նախագծում ունեինք նման հնարավորություն, մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Սա միայն 26 թվականի համար է։ Եվ մի հարց, երկու հարց։ Խնդրեմ։ Չափահաս, արդյոք չափահասի ստացած ապահովագրությունը կարողացում է նաև իր անչափահաս երեխաների կամ մեծահասակ ծնողի վրա, որի տարիքը չի գերազանցում 63, այսինքն չի մնում այդ խնդրին։ Ոչ, չի տարածվում, ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար եւ ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ 65+ տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ փաթեթը ակտիվանում է տվյալ անձի համար։ Հունվարի 1-ից առողջապահական գործակալության փոխարեն աշխատի ապահովագրական հիմնադրամը, արդյոք նախարարությունը արդեն լուծարել է գործակալությունը եւ աշխատակիցների խնդիրը ինչ է լինելու։ Ոչ, իհարկե չի լուծարել եւ կլինի, տեսեք, առողջապահության մեր գործակալությունը դեռ շարունակում է աշխատել, կստեղծվի հիմնադրամը, մենք շատ սահուն անցում կկատարենք աշխատանքների պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախորոք իհարկե կծանուցվեն եւ իհարկե կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին եւ վստահ եմ, որ նրանցից մեծամասնությունը բավարար ուրեմն գիտելիքների եւ փորձառության ունենալով կանցնեն հիմնադրամ աշխատանքի։ Եթե կարելի է կարգավորել շարունակությունը, մենք
արդեն հասկացանք, որ օտարերկրացիների եւ անհատ ձեռնարկատերերի մեկ մնացած խմբի համար առողջապահության նախարարությունը ոնց նոր ուղղակի վարկ է ստանում։ Բայց ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր 3-4 ամիս են Հայաստանում ապրել, կես տարի չի, նրանք էլ չունեն ապահովագրություն։ Հարգելի գործընկերներ, սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է։ Չէ, սա պարտադիր ապահովագրավճար է եւ դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, ուրեմն օրինակ վիրահատություն, որը արժի 3-4 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը, որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է։ Դուք վստահ եմ տեղեկացված եք, որ Վրաստանը պարտադիր դարձրեց օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելիս ունենալ առողջության ապահովագրություն։ Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության։ Դա կլինի օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ։ Տալիս էին ապահովագրության մինիմալ քարտեր, հիմա իրանք են միանում քաղաքացիներին տեղացել կամ պարտադիր եկի վճարի դրան։ Իրենք էլ միայն վճարման պարագայում էին ստանում այդ իրենց երկրի համապատասխան եւ եթե տվյալ երկիրը սուբսիդավորում էր, տարբեր երկրներում տարբեր են կանոնները, սուբսիդավորման չափերը եւ այս դեպքում էլ գործում է երկկողմանի պայմանագրերը եւ կտեսնենք ամեն երկրի հետ ինչ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Վարչապետը հայտարարում է, որ մեզ պետք չի կաթողիկոս, որը ներմարվի կամ իզերվեցի օտարերկրյա լեյտենանտների։ Մյուսը մասնել սա արդյոք տեղեկություն է, որ ինչ կանությունը տիրապետում է, որ օրինակ վեհապարը օտարերկրյա կառույցների զեկույցներ է ներկայացնում։ Վարչապետը իր խոսքում շատ հստակ էր, ազգային ժողովում էլ այս մասին խոսել եւ այս ուրեմն տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ անձի, դա վեհապարի եղբոր մասին է եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Հստակ էր, որ այս տեղեկությունը եւ ըստ էության գնահատականը դա էր, որ մեր թե կաթողիկոսը եւ թե մյուս եպիսկոպոսները եւ հոգեվոր հայրերը պետք է լինեն Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանի ժողովրդին հավատարիմ անձինք եւ սա է մեր դիրքորոշումը։ Վարչապետի գնահատական է, որ կաթողիկոսն ու մյուս հոգևորականները չեն սպասարկում Հայաստանի շահը։ Դե եթե այդ գնահատականը չլիներ, ինչպես կարող էր այս գործընթացը սկսել։ Մենք սրա հետ է կապված այս ամբողջ գործընթացը, որ այս անձինք ըստ էության չի կարող լինել վերլուծություն առանց տեղեկատվության։ Վերլուծությունը ինչ որ առումով տեղեկատվության վրա է հիմնվում։ Դե ես չեմ այդ հարցի պատասխանողը, չեմ կարող ասել կան, չկան, ինչքանով կան, չեմ իմանում։ Ես տեղեկացված չեմ այս մասով։ Ապահովագրական գործակալությունը եւ ապահովագրական հիմնադրամը Հիմնադրամը ունի այլ կարգավիճակ, այն հիմնադրամ է, գործակալությունը ուներ ուրեմն առողջապահության նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ կազմի մեջ էր գործում։ Իսկ սա լինելու է առանձին կառավարության կողմից հիմնադրված կառույց եւ սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը եւ իհարկե մինչեւ 2029 թվականը նաեւ պետական պատվերի հատվածը, այսինքն ամբողջական սպասարկումը իրականացնելու է հիմնադրամը։ Տեսեք հիմա մասնագետները ինչ են ասում, Հայաստանը պատմի շուկայական տնտեսությունից անցել է կատարում վարչահրամայական տնտեսությունը, ինչա մտնում պետությունը դրա մեջ, ինչա որոշը, որ պետք է պետական հիմնադրամ լինի, ասենք կարող է նույնիսկ այդ ոլորտը վերահսկել կենտրոնական բանկի կողմից, տեսնենք, որ այդ ոլորտը, որ վերահսկում է ԿՎ-ի կողմից, լավ զարգանում է, արդյունքները մենք տեսնում շրջանում։ Ինչի որոշվեց, որ հիմնադրամը պիտի
Իսկ ինչու չպետք է որոշվեր։ Հայաստանը ոչ միտեղ անցում չի կատարում, Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերություններ եւ կարող ենք ասել, որ ամեն տարի այդ շուկայի ազատականացման, պայմանների թափանցիկության եւ հավասար հնարավորությունները ավելանում են։ Շատ երկրների օրինակ է, երբ որ առողջապահական ապահովագրությունը, պետական բազային փաթեթը, այո, սպասարկում է պետական հիմնադրամ։ Սա հանրային շահ է եւ հանրային բարիք է եւ մեր կարծիքով այս պահին Հայաստանի տնտեսական, առողջապահական ցուցանիշները ցույց են տալիս, որ այս մոդելը ամենաարդյունավետն է լինելու։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել։ Դուք նաեւ տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա եւս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։ Պաշտպանների դիմումի մի քանի դիմումներ է ստացվել այսքան ես կողմից ներկայացրել ձեր ներկայացան գործող պլակին եւ ստեցյան մինչեւ այս բանը հնարավորություն չի ստացել եւ նախընտրած հաստատությունում անցնել նախ խնդրեմ բացատրեք ինչու եւ ինչու է եւ առհասարակ այս մոտեցումը ձեր փոխվի եւ ինչու մի բայ նրանք իրականից իրական շուկական կենտրոնում։ Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին, մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով, կնայենք, ընթացք կտանք։ Պաշտպանների կողմից է ներկայացվել։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։ Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Ասում է, որ ձեր այդ պոակի աշխատողներից մոտեցել է Սրբազանի եւ ասել են կարող են ցանկացած այդ հիվանդանոցներ, բայց ոչինչ մեդիանը կա։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաեւ Միքայել Աճապաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի ընթացք կտանք։ Ես չժխտեցի, որ այո կարող է նման հնարավորություն լինել։